Ախպերս է եկավ դարձավ իմ տարիքի։ Դենում ես, բայց մենք մեծացող տեսակ չեն, գիտես։ Դա մեծացանք էլի։ Երեխեք, բայ հիշում եք, որ Էդոն տանս հասցեն շփոթել էր ուրիշ տեղ էր գնացել։ Ու այդ մարդկանց էլ փորձում էր համոզել, որ ես այդտեղ եմ ապրում։ Հաս ջան, ես ոչ մի բան չեմ շփոթել։ Այդ դու ես ինձ սխալ հասցե ուղարկե։ Ես հյուրեր ունենք։ Չգիտեմ, չեմ պատկերացնում ով կարող է ժամին էլ գա։ Հեսա բացեմ։ Ապրես։ Ներս արի, արի։ Որ իմանայի հյուրեր ունես չէի գա։ Չէ, ինչի ցավը տանեմ։ Դու էլ ես իմ հյուրը, ինչ տարբերություն։ Երեխեք, ինձ թվում է Մագդան մեզ չի խանգարի, չէ՞։ Երեխեք, ինչ պիտի բերեի, մոռացա։ Հա, բաժակները, հեսա բաժակները վերցնեմ գամ։ Լավ ես։ Լավ, մերսի։ Կներեք։ Մագդա, եկել ես ինձ օգնես, դե հեսա վերցրու ես բաժակները։ Ես ավելի լավ կլինի գնամ։ Ինչի՞։ Մագդա նոր ես եկել ես, որ ծնունդը շնորհավոր ես։ Չնայած ես հասկանում եմ իրավիճակը մի քիչ դժվար է, եթե հիմա պիտի նստես ու նեղված քեզ զգաս, ավելի լավ է գնա։ Չգիտեմ, Մագդա, դու տես ոնց ուզում ես։ Ես գիտեմ, որ դուք իրար տանել չեք կարողանում։ Բայց հասկանում եք, չէ՞ որ ձեզ պետք է զուսպ պահեք։ Հա, բայց մենք բան ասեցինք։ Էլիս պարտադիր չի, որ ինչ-որ բան ասեք։ Այս Էդոյի տունն է։ Այսօր Էդոյի օրն է։ Ու մեր անձնական խնդիրների պատճառով այդ տղան չպետք է իրան վազ գա։ Կես ժամ կդիմանաք, չէ՞։ Անձամբ ես ոչ մեկի դեմ ոչ մի բան չունեմ։ Ու ընդհանրապես ինչի պետք է ունենամ։ Էլիս դու նեղվում ես Մագդայի ներկայությունից։ Չէ։ Մագդա դե նստի։ Էս էլ մեր թեյերը բալես։ Տատ նորոյից ու Էլիզից շատ նեղացած եմ։ Հետները որ գան չեմ խոսելու։ Ասենք ես ինչ ձև էր, կարային ինձ էլ չէ տանեին։ Ես էլ էի ուզում Էդոյին շնորհավորեի։ Ալինա ջան, դու դեռ երեխա ես, վաղը կշնորհավորես։ Համել չեմ հասկանում, այդ ինչ թիթիզություն է։ Գնում են մարդու գիշերը քնից անում են, քնահարամ են անում, որ շնորհավոր են։ Տատ հին ես։ Ալինա աղջիկ, մյուս անգամ էլ ինձ ասել ես հին ես, տես ինչ կանեմ ես քեզ։ Լավ, սուսեմ։ Ձեզ եմ ասում, բայց հայրդ էլ էր սիրում տարբեր տեսակի անակնկալներ անել։ Հա, սիրում էր տենց բաներ անել։ Լուրջ։ Ըհը։ Թե երևի ինքը ինձ մենակ ծնվելուց է, չէ՞ տեսել։ Չէ, բալես։ Ինքը ձեր նկարներն ուզել է ու տեսել այդ նկարները։ Ճիշտ է, ես Նորոյին ու Էլիզին չեմ ասել, գաղտնի եմ արել, բայց նկարել ուղարկել եմ, որ կարոտն առնի։ Տատ նկարներով մարդուց կարոտ առնում են։ Այսքան տարիա դու իրեն չես տեսել։
Իրա նկարները քեզ օգնել է, որ դու իրան չկարոտես։ Չէ, Դե բա տեսնում ես։ այնքան կուզեմ ճանաչես հորդ։ Ոչ թե պատմածներով, այլ ինքը անձամբ ձեզ բացատրի, ասի, իր ասելով ճանաչես։ Մի քիչ ուշ չի տատ։ Հիմա արդեն եթե գայինք իմ դիմաց կանգնի ասի, ոչ մի բան չի փոխվի։ Որովհետև ես արդեն սովորել եմ առանց պապա կյանքին։ Սովորել եմ առանց իրա ապրելուն։ Ու ինքը իմ կյանքում օտար կլինի։ Հաս, զարմացա գիտես որ եկար, ասել են որ հիվանդ ես։ Հա, բայց լավ խնամեցին, լավացա։ Պատկերացնում ես չէ արդեն ոնց են խնամել, որ լավացել եմ։ Հաս։ Ասում եմ կարողա նորոյի պատվիրած սուշիներն են օգնել, որ տենց միանգամից ապակինվել ես։ Ուղղակի որ զանգեցի, նենց ախորժակով էիր ուտում։ Դե այդ սուշիները եզրափակեցին ամեն ինչ, պատկերացնում ես։ Չեմ հասկանում ուրիշ թեմա չկա։ Ինչի՞, վատ բան ենք ասում։ Ուղղակի հպարտանում եմ, որ իմ կողքին տենց ընկերներ ունեմ։ Ու հատկապես դու, որ իմ կողքին ես լինում։ Կներեք, ես հիմա կգամ։ Ալո, Մագդա ուր ես։ քեզ ինչ լանա։ Մենք այսօր շատ լուրջ խոսակցություն ենք ունեցել, բայց ոնց տեսնում եմ, քո մոտ ոչ մի բան չի փոխվել։ Մագդա ժամը ուշա ու դու էլ տանը չես։ Կլինի դու քո կյանքով ապրես։ Մագդա խնդրում եմ քեզ, ընդամենն ասա որ Կարենի հետ չես ու ես կանջատ եմ հեռախոսը։ Ես քեզ ոչ մի պատասխան չունեմ տալու, ու ինձ քո պահվածքը ընդհանրապես դուր չի գալիս։ Մագդա։ Էլիզ, բա հենց այդ կուրսի նվարդը ինչ արեց։ Այդ նենց հետաքրքիր է նվարդին ինչի հիշեցիր։ Դե դուրս էր չէ մնացել ինստիտուտից, հիմա ուզում եմ հասկանամ վերականգնում ես թե չէ։ Լսիս կարողա նրանից է որ նվարդը քեզ էր սիրահարված, դրա համար է այդքան հետաքրքիր, հա։ Նոր բան գործի պահով ինչ արեց իր ախպեր։ Նորո։ Right, ինչ որ բաներ հարցնում։ Կներեք, Մագդա բա արևը ոնց է։ արևին ինչ ա եղել։ Արևի միակ խնդիրը իր դասերը սովորելն է։ Ինչի արևը չի սիրում սովորել։ Չէ, շատ էլ լավ սիրում է։ Օրինակ ես, որ իրան բան էի սովորացնում, միանգամից ընկալում էր։ Շատ ընդունակ երեխա է։ Հա ճիշտ ես, շատ ա սիրում։ Ուղղակի դեռ չի հաշտվել այն մտքի հետ, որ պետքա քիչ խաղա։ Դրա համար հատուկ ձև կա երեխաների հետ աշխատելու։ Մեթոդներին երևի ծանոթ չես։
Հասմիկ ջան, ճիշտ է, ես ուսուցչուհի չեմ ու մեթոդներին չեմ դիրապետում, բայց հաստատ արևը ոչ մի խնդիր չունի։ Հաս, Հա ջան։ Կներեք, Ասում եմ, տենաս էս աղջկան այսքան ով է զանգում։ Կլինի մի հատ երկուսով հավաքվեք։ Կլինի։ Մի քիչ նորմալ խոսացեք, զարմացան։ Կարակ նենց անեք ամեն ինչ փչանա։ Նոր բան էիր ասում։ հետո կասեմ։ Երեխեք, ես ջուր խմեմ գամ։ Բաժակը որտեղ էր։ չգիտեմ։ Շատ տխուր ես նայում նորոյին։ Հասկանում եմ վիճակդ, բայց այս վիճակիդ մեղավորը մենակ դու ես։ Ես չեմ ուզում այդ թեմայից խոսել, եթե ուրիշ ասելու բան չունես, գնամ։ Մագդա, Հասմիկն ու Նորոն գրեթե հաշտվում են։ Ես քեզ որպես աղջիկ հասկանում եմ։ Ուզում եմ օգնեմ, բայց չգիտեմ ոնց։ Ախր ես քեզ ասում էի, դու ինձ չլսեցիր։ Իսկ քեզ ով է ասել, որ ես օգնության կարիք ունեմ։ Ես շատ լավ եմ։ Բալես, ես ձեզ չեմ մեղադրում, ոչ քեզ, ոչ Էլիզին, ոչ Նորոյին, ուղղակի սիրտս ցավում է։ Չգիտեմ էլ ինչի սկսեցի քո մոտ հորդ մասին խոսել, գիտեմ, որ չես ուզում լսել, գիտեմ, որ շատ ցավոտ է, բայց ինչ ասեմ, երևի կարոտից է։ Տատ, կլինի քեզ վատ չզգաս։ Ես քեզ հասկանում եմ, դու մայր ես։ Իսկ մոր համար շատ բարդ է իր երեխուց տեղեկություն չունենալ։ Ու ես քեզ չեմ մեղադրում։ Դու հանգիստ կարող ես ինձ հետ կիսվել։ Երանի մեր կյանքում մի հրաշք կատարվեր ու մեր կյանքը այս ընթացքը չունենար։ Երանի ժամանակը հետ գար ու համ մայրդ, համ հայրդ այսպիսի քայլերի չգնային։ Կլինի չտխրես տատ։ Ես ուզում եմ, որ դու միշտ ժպտաս, որովհետև դու ամենալավ տատիկն ես։ Արշակ Մագդան տանը չի։ Իր սենյակի դուռն էլ բացեցի չկար։ Ժամն էլ շատ ուշ է։ Լանա հանգստացի։ Մագդան Էդոյի տանն է։ Գնացել է ծնունդը շնորհավոր է։ Հա։ Դու տեղյակ ես։ Հա, ինձ ասել էր, ես գիտեի։ Անհանգստացա։ Գիտես, ինձ համար հաճելի է, որ սենց ուշադիր ես։ Մի պահ ես մոռանում եմ, որ դու ուղղակի արևի դայակն ես։ Ինձ թվում է, Ինչ է թվում։ որ մեր տան անդամն ես։ Էդ էիր ուզում ասել։ Թե կեսից միտքդ փոխեցիր։ Լավ, էլ չեմ շարունակում։ Գնացի։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։
Բերես, տրամադրություն բարձր բայ։ Բայց ուշ է, արդեն մենք գնանք։ Ճիշտ է, ես էլ ոնց որ ինձ մի քիչ լավ չեմ զգում։ Աս լավ չես։ Ասում էի չէ, որ քո տանից դուրս գալը այդքան էլ լավ միտք չի, չլսեցիր։ Հասկ, իսկ կարող է այսօր ստեղ մնաս։ Ես վիճակում տնես դուրս մի արի։ Չէ, նորմալ է։ Նորոն ինձ տուն կհասցնի։ Ինձ թվում է հիմա ամենաճիշտը կլինի այն, որ հասուին տանենք տուն ու մի հատ տակ թեյ տանք։ Հա նոր, գնանք արդեն։ Հա, գնանք։ Մագդա, եթե քո հետևից մարդ չկա, որ պետք է գա, մենք կարանք քեզ էլ ուղեկցենք։ Ես Մագդային կտանեմ նորը։ Չէ, շնորհակալ եմ։ Մագդան ինքը կգնա։ Բայց ժամը ուշ է արդեն։ Էդո երեխա չեմ։ Լավ, կարող է այս մարդու հետևից մարդ կա եկող, ինչի եք անհարմար հարցեր տալիս։ Լավ, ոնց կուզես։ Ապրեք որ եկաք։ Միջև տուն չգա, ես չեմ քնի։ Ծնունդը շնորհավոր աղբոր տղա։ Դու ամենալավին ես արժանի։ Ապրես արշակոպար, ապրես ավտան։ Լսի, նվերդ քո նոր օֆիսում է։ Ինչ։ Ինչ նոր օֆիս։ Նայ, ես նոր շինարարական օֆիս եմ բացել։ Ու ուզում եմ այդ գործով դու զբաղվես։ Դրա համար առավոտ շուտ կանչեցի, որ հասկանանք ինչ ենք անում։ Պատկերացնում ես, հլը դեռ չբացված արդեն 3 խոշոր պատվեր ունենք։ Արշակոպար, բայց մի անգամից sense կտրուկ առաջարկ ես անում, ես ինչ անեմ։ Գիտեի, որ sense կարձագանք ես, բայց պետքա օգնես։ Ես հազիվ Ամերիկայի գործերով եմ զբաղվում։ Էս էլ որ միացավ, տակից դուրս չեմ գա։ Ինձ էլ վստահելի մարդ է պետք։ Քեզանից էլ լավ թեկնածու։ Հա, էլի հարց չկա, բայց ես ընդհանրապես այդ բնակավարից գլուխ չեմ անում, բա որ չստացվի։ Լսի, դու մի մտածի, հա դրա մասին։ Ես քեզ կօգնեմ, կողքիդ կլինեմ, բայց հետո ձեռքերս լվանալու եմ ու քաշվեմ մի կողմ։ Հիմիկվանից ասում եմ, որ իմանաս։ Չգիտեմ, արշակոպար։ Լավ։ Վաղը չեմ իսօրը հորդ բիզնեսներին ով է տեր կանգնելու։ Դու չէ։ Էս էլ քեզ փորձ կունենաս։ Ոնց հայրևում է, որ պապայի ինգերն ես։ Ոնց է չլինի իրա մատնելա, չէ, խառը։ Ասելա մի հատ գործու այդ տղուն տես բառադի ման չգա, չէ։ Լսի հետո, նորոյի ձերքին գործ կա։ Չէ, չկա հələ փնտրում է։ Գիտես, մտածում եմ, որ իրան էլ ասես։ Մենք մեր օֆիսում տների վերանորոգման գործով ենք զբաղվելու, ինքը գիտի, չէ։ Բայց դու էլ ինձնից լավ գիտես, էլի որ իմանա քո մոտ աշխատելու չի համաձայնվի։ Հա, բայց ինչ պարտադիր է, որ իմանա այդ իմ օֆիսն է։ Այդտեղ որպես տնօրեն քեզ են ճանաչելու։ Ես ոչ գալու եմ, ոչ էլ գնալու։ Կասես, որ երրորդ անձի միջոցով ես շփվում սեփականատիրոջ հետ։ Տենց էլ կստացվի ինգերոջս խափում եմ, օպար։ Հա, գիտեմ, որ սխալ բան ենք անում։ Բայց ես նորոյի մասին մտածելով եմ անում, այդ տղեն չի աշխատում։ Ու Ալինայի բուժման ծախսերը մենակ ինքն է օգնում։ Ոչ քեզանից ու ոչ էլ ինձանից ինքը օգնություն չի վերցնում։
Գոնես գործը կունենա ու այդ խնդիրները կլուծի։ Հա, բայց հետո որ իմանա շատ վատ կլինի։ Չի իմանա։ Կամ որտեղից պետք է իմանա։ Էդո ես այդ երեխեքի մասին մտածելով եմ առաջարկում։ Հա, գիտեմ, Արշակոպար, գիտեմ, որ ամեն ինչ իրենց համար ես անում, բայց դե լավ չի էլի, որ ամեն անգամ Լսի։ Ես ինձ վատ չեմ զգում ու այդ երեխեքին էլ հասկանում եմ։ Բայց դու իմ ասացի մասին մտածի։ Եթե մտածում ես, որ սխալ է ու չես ուզում, ես քեզ կհասկանամ։ լավ հոպար ջան։ Լավ, դե արի։ Բարի լույս։ Քեզ սուրճ եմ բերել։ Չեմ ուզում։ Ու սրանից հետո դուրը կթակես նոր ներս կմտնես։ Լավ, կներես։ Բարի լույս տատ։ Բարի լույս, բալես։ Էս նոր ընտանը չի։ Էդոն զանգեց դուրս եկավ։ Բա Ալինան։ Էլիզ ոնց որ քնից չես արթնացել, հա։ Արդեն մի ժամ է Ալինան դպրոցում է։ Հա։ Էլիզ։ Երեք Ալինայի հետ փորձեցի բաբկենի մասին խոսել։ Դե չի ուզում լսել իր մասին։ Ուզում է իմանալ ինչ կարծիք ունի, որ Տատի կլինի օրես չփչացնես։ Ընդհանրապես այդ մարդուանն իմ մոտ մի տուր։ Կամ Ալինայի հետ ինչի ես խոսել այդ մասին։ Տատ Ալինան երեխա է, պետք չի իրան խառնել։ դե ուզում էի հասկանալ ինքը ինչ կարծիքի է, որ Տատի Ալինան երեխա է։ Ու իր հոգեբանությունը շատ նուրբ է։ Պետք չի իրան ստիպել, որ վերապրի են ամեն ինչը որ տեսել է։ Լանա, իսկ կարող է հիմա դուրս գանք։ Մեկը Մագդան տանն է։ Բայց ասել էր երեկոյան։ Հա, բայց ինչ տարբերություն։ Բայց եթե դու ուզում ես երեկոյան, ուրեմն Չէ, ինձ համար էլ չկա տարբերություն։ Կարևորը միասին դուրս ենք գալիս։ լավ, դե ուրեմն դու պատրաստվի, ես քեզ մեքենայի մեջ կսպասեմ։ Ասեցիր նոր գործ ես գտել, հա։ Հա, համիմ համար համել քո, եթե ուզես էլի։ Դե դու գիտես, ինձ գործ է պետք է։ Կարևորը նես բան լինի, որ կարողանամ անեմ։ Լսի, ինձ մի շինարարական օֆիսում պատասխանատուի գործ են առաջարկել։ Տան վերանորոգում է բանը, բացի շենք կառուցելուց։ Դու էլ աշխատել ես, գիտես էլի ձևերը, քեզ հարմար է։ Բա ով է որ։ Չգիտեմ, ախպեր, չեմ ճանաչում, պապայի ծանոթներից մեկինն է, բայց նենցա լավ մարդ է, հաստատ պրոբլեմ չլինի։ Հիմա եմ գնամ հասկանամ ինչ վիճակ եք, զանգեմ կգաս։ Ապրես ախպերս, ինձ մեծ լավություն արիր։ Լավ թարգի։ Լարված ես, թե ինձ է թվում։
Չէ։ Մի քիչ։ Իսկ ինչի։ Կարող է ամաչում ես։ Չէ, Արշակ։ Արշակ, ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Ու երևի ես ամենահարմար տեղն է։ Ասա լսում եմ։ Արշակ, իմ սիրտը հանգիստ չի, ես սենց չեմ կարող ապրել։ Ինչ ա եղել, Լանա։ Ասա լսում եմ։ Լանա։ Արշակ, Մագդան սկսել է մեզ կասկածել։ Չգիտեմ, իրան թվում է, որ մեր մեջ ինչ-որ բան է կատարվում ու ես դրանից ինձ վատ եմ զգում։ Էդ էիր ուզում ասեիր։ Լանա հանգիստ եղիր։ Մագդան մեծ աղջիկ է ու ամեն շատ ճիշտ հասկանում է ու ճիշտ վերլուծում է։ Մի լարվի դրանից։ Ուղղակի ես վերջին շրջանում իմ կյանքում իսպիսի օրեր չեն եղել, ճիշտ ասած։ Անընդհատ միայն վեճեր, խնդիրներ, վախեր։ Ես անգամ մոռացել եմ այսպիսի պահերին ինձ ոնց պիտի պահեմ։ Մի պահ, որ պատկերացնում եմ քեզ նեղացրել եմ, Արի չհիշենք, հա, դրա մասին։ հա, բայց այդ մարդը տարածքում է, գալի գնում է։ Ու հնարավոր է, որ ես մի օր հանդիպեմ իր հետ։ Սրանից հետո էլ չի կարող շարունակվել նենց, ոնց որ սրանից առաջ է եղել։ Արշակ, ես չեմ կարող թույլ տալ, որ դու ընկնես պրոբլեմների մեջ։ Ես ազատվել եմ այդ անցյալից ու ամեն ինչ անում եմ, որ դրա հետևանքներից էլ ազատվեմ։ Ու ես չեմ կարող թույլ տալ, որ դու քո ձեռքերը կեղտոտես։ Բայց եթե մի անգամ էլ մոտենա քեզ, էլ քո թույլտվությանը չեմ սպասի։ Արշակ, դու այնքան ուշադիր ես իմ հանդեպ։ Ու ես չգիտեմ, այդ լավ է թե վատ։ Դե եթե լավ նպատակների համար է, ուրեմն շատ լավ է։ Այսինքն։ Լանա, քո մեջ մի բան կա, որը որ ձգում է ինձ։ Ես չեմ կարող անտարբեր լինել քո խնդիրներին։ Չեմ կարող տեսնել, թե ոնց ես դուլացում։ Դե այդ երևի նրանից է, որ քո խիղճը շատ մեծ է, դու լավ մարդ ես, Արշակ։ Իսկ եթե ուրիշ բանից է, Լանա, ես հիմա չեմ ուզում քեզ վատ դրության մեջ դնեմ, երևի արդեն շատ եմ խոսում։ Չէ, իրականում այն ինչ որ դու խոսում ես, ես դրանից վատ չեմ զգում, ընդհակառակը ինձ դուր է գալիս։ Ու երևի այն ինչ որ դու ես զգում, նույն բանը ինձ հետ էլ է կատարում։ Շուշանի մայից հետո իմ կյանքը գլխի վայր շուռ եկավ։ Իմ մեջքը կոտրվեց։ Ու ինձ ուշ տվողն ու պահողը մենակ Մագդան ու Արևը եղան։ Շատ ես սիրել կնոջդ։ Շատ, կյանքիցս շատ։ Ես շատ ուշամուսնացա։ Կարելի ասել, որ կյանքիս ամենամեծ մասը աշխատանքին եմ նվիրել։ Ու արդեն Մագդան էլ կար։ Ծնողներս մահացել էին։ Իսկ իմ առաքելությունը Մագդային մեծացնելն էր։ Հետո սխալս հասկացա ու այդ ժամանակ հանդիպեցի Շուշանին, որը փոխեց իմ ամբողջ պատկերացումներն ու զգացմունքները։
Բախտավոր կին է եղել։ Արև արագացրու։ Ուր։ Արագացրու ճանապարհին կասեմ։ Արի։ Ոչ այնքան։ Շուշանի կյանքն էլ է դժվար անցել։ Ես տենց էլ չկարողացա իրեն լիարժեք երջանիկ տեսնել։ Չստացվեց։ Չհասցրեցի։ Բայց վստահ եմ ամեն ինչ արել ես դրա համար։ Հա, փորձել եմ։ Արշակ չեմ ուզում հիմա տխրես։ Չէ, չեմ տխրում։ Ուղղակի ուզում եմ քո հարցում ամեն ինչ հասցնել։ Որ փոխեմ ճակատագիրդ, որ այն ինչ որ դու ապրել ես անցյալում քո ներկայում տեղ չունենա ու դու դրանով չապրես։ Արշակ, մարդը դժվար է ազատվում անցյալի վատ հիշողություններից։ Ու չի էլ հավատում նոր երջանկությանը, չէ։ Հա։ Կյանքի դժվար փորձը կանանց հատկապես ավելի շատ է վախացնում հետոյի մասին մտածելու համար։ Գիտես, երբ որ մի անգամ ստիպված ես լինում ներես ու հանդուրժես, հետո այդպես հանդուրժում ես մինչև կյանքիդ ամենավերջին պատը քանդվի։ Հետո կողքից քեզ ասում են, որ ինքնասիրություն չունես, որ ինքդ քեզ չես գնահատում։ Հետո երբ որ որոշում ես, որ չէ, դու ինքնասիրություն ունես, դու պիտի ինքդ քեզ ընտրես, սկսում են ասել, որ դու սխալ ես արել, քարեր են նետում։ Ու այդ ժամանակ չես հասկանում, որն է ճիշտ եղել, ոնց պիտի անեիր։ Դե եթե լսենք, թե կողքից ինչ են ասում, ուրեմն ընդհանրապես պետքա չապրենք։ Որովհետև ոնց էլ որ ապրես, հաստատ մեկը կգտնվի, որ քո կյանքում սխալ կգտնի ու կքննադատի։ Դե ամենայն դեպս ես ընտրեցի ինքս ինձ։ Արշակ, ես ու Կարենը օրենքով չենք բաժանվել դեռ։ Ես փախել եմ։ Ինքն էլ եկել է իմ հետևից։ Իսկ ինչի՞ չեք օրենքով բաժանվել։ Ինչն է քեզ խանգարում։ Կարող է վախեցնում է կամ էլ ինչ որ լուրջ բան կա, որով քեզ ստիպում է ենթարկվել։ Մի բան եղած չլինի երեխուս։ Բոբկեն ինչի չես պատասխանում։ Պատասխանի խնդրում եմ տղես։ Դե դեռ հույսեր ա կապում։ Մտածում ա կներեմ։ Իսկ դու ոնց ես տրամադրված։ Մտածում ես իրան մի հատ էլ հնարավորություն տաս։ Արշակ, ես նրա դեմքը նույնիսկ չեմ ուզում տեսնել։ Դե նկատի ունեմ, որ Լանա, միտքդ պարզաբանելու կարիք չկա, ես ամեն ինչ հասկացա։ Արշակ, մենք իրար հետ շատ ջերմ շփվում ենք, իրար անձնականի մասին ենք հարցնում, ու ես չգիտեմ սրան ինչ անուն ենք տալու։ Կարևորը, որ իրար հասկանում ենք։
Անունը հետո կդնենք։ Երևի իրար ավելի լավ ճանաչելու հնարավորությունը, հա։ Շատ հնարավոր է։ Լանա, ես ուզում եմ քեզ ավելի շատ ճանաչել։ Քո մասին ավելին իմանալ։ Ու ինչ։ Ու այնպես ստացվի, որ չհիասթափվեմ։ Ես չեմ ուզում, որ մեր մեջ մի սուտ մնա։ Ուզում եմ, որ մաքուր ու անկեղծ հարաբերություններ լինեն։ Ու այն ինչ որ մենք ապրել ենք անցյալում, ներկայում չլինի, որ մոռանանք, որ ամեն ինչ սկզբից սկսենք։ Եթե դա չենք կարող անել, ուրեմն անիմաստ է շարունակել ու ավելի լավ է, որ լինի նենց, ոնց որ հիմա կա։ Իսկ եթե իմանաս, որ ես քեզ խաբել եմ ու դրա համար շատ լուրջ պատճառ եմ ունեցել, կհասկանաս ինձ։ Հարցդ իմաստը չհասկացա։ Ուզում եմ հասկանալ, դու ոնց ես վերաբերում առհասարակ ստին։ Եթե ինչ-որ բան չեն ասել քեզ կամ խաբել են ու դրա համար շատ լուրջ պատճառներ են ունեցել, հետո թույլ կտաս, որ բացատրեն, կլսես։ Լանա, եթե ես մարդուն հնարավորություն եմ տվել ինձ վստահելու, այլ խաբելու իմաստը որն է։ Ես չեմ կարողանում տանել սուտը, այդ շատ վատ բան է։ Ես այն մարդն եմ, որ ամեն ինչ կհասկանամ, եթե ամենասկզբից բացատրեմ։ Բայց եթե ես սուտը բացահայտեցի, էլ ոչ մի բացատրություն չեմ լսի։ Արշակ, ես Դու ինչ։ Լանա, կարող է դու ինձ խաբել ես ու հիմա ուզում ես դրա մասին խոսել։ Եթե տենց բան կա, ասա։ Մի տեսակ լարված ես։ Ձեռքերդ դողում են։ Չէ։ Ես քեզ չեմ խաբել ու չեմ խաբի, Արշակ։ Ապրես։ Արշակ, կարող ենք տուն գնալ, տուն եմ ուզում։ Հա, իհարկե։ Հա, նորո ճիշտ ես գալի, հիմա որ թեքվեց ձախ շենքը կերև ա, մտի բարձրացի 3-րդ հարկը։ Մագդա։ Էդ։ Բարև Էդո։ Շնորհավոր ծնունդդ։ Ապրես, արևս։ Ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Դեռ լավ։ Դեռ։ Դու էլ ես տեղ աշխատում։ Դե հա, Արշակին դիզայներ էր պետք, գիտես, հին գործս չկարողացա տենց էլ վերականգնեմ, տենց որոշեցի համ կաշխատեմ, համ էլ իրան կօգնեմ։ Պարզա։ Ինձ էլ ասացին գամ ստեղ, իմ աշխատասենյակն է լինելու։ Կներես շեֆ ջան, որ առանց քեզ ասելու եկել ենք։ Ինչի՞ չես պատասխանում, Մագդա։ Դե հետո կպատասխանեմ, գործերս կվերջացնեմ նոր։ Կներես, որ անձնական հարց եմ տալիս, բայց եթե չհարցնեմ կմեռնեմ։ Ինչ ա եղել։ Երեք մի անգամից լարվում էիր Մագդա, որ զանգ էր գալիս։ Գնում թաքուն մի տեսակ խոսում էիր։ Մագդա կարող է ինչ-որ մեկը գա ու դու մեզ չես ասում։ Ինձ ճիշտն ասա, կլինի։ Դե ճիշտն ասած, հա։ Ուղղակի վստահ չէի, դրա համար չէի ուզում ասեի։ Այսինքն։
Այդ ասել եմ։ 2 րոպե սպասի։ Լավ։